Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Զանգեզուրի միջանցքի թեման կրկին հայտնվել է իրանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայեթին հարցազրույց է տալիս իրանական լրատվամիջոցներին եւ անդրադառնում Զանգեզուրի միջանցքի հարցին, նշելով, որ Իրանի ջանքերի շնորհիվ Զանգեզուրի միջանցքի հարցը դուրս եկավ բանակցությունների օրակարգից։ Ավելին, Իրանը ամեն ինչ արեց, որպեսզի Զանգեզուրի միջանցքով տարածաշրջանը չկտրվի եւ չմեկուսացվի։ Իհարկե, ասել այն մասին, որ Իրանը սա արեց Հայաստանի համար, կարծում ենք ճիշտ չէ։ Իհարկե, Իրանը այս ամենն արել է առաջին հերթին իր համար եւ Վելայեթին հենց դրա մասին է խոսում։ Նշելով, որ իրենց ոչ միայն հաջողվեց փրկել Իրանը մեկուսացումից, այլ նաեւ այս քայլով փրկել Ռուսաստանին աշխարհաքաղաքական առումով մեկուսանալուց։ Սա ուղիղ կերպով այն մարդկանց հարցին է պատասխանում, ովքեր նշում էին տարիներ շարունակ եւ մեր հասարակությանը հրամցնում այն տեղեկատվությունը, թե իբր Զանգեզուրի միջանցքի բացելու հարցում շահառուն Ռուսաստանի Դաշնությունն է։ Այնինչ իրականությունը բոլորովին այլ է եւ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը հենց դրա մասին է խոսում։ Իրանը եւ Ռուսաստանն էին, ովքեր դեմ էին Զանգեզուրի միջանցքի նման ձևաչափով բացմանը։ Եվ ի վերջո կարծես թե Իրանը կարողացավ, ինչպես Վելայեթին է նշում, դիվանագիտական ջանքերի շնորհիվ հասնել նրան, որ այդ հարցը դուրս է գալիս օրակարգից։ Իրանը սա արել է նաև նրա համար, որպեսզի իր սահմանը, հյուսիսային սահմանը չփակվի, քանզի շատ լավ հասկանում են, որ հյուսիսային սահմանի փակման պարագայում Ադրբեջանը շանսը բաց չէր թողնելու Իրանի նկատմամբ շարունակելու այն թշնամական քաղաքականությունը, որ վարել է տասնամյակներ շարունակ։ Բացի այդ, Իրանը նաև պետք է պատրաստ լիներ Ադրբեջանի կողմից լուրջ հարձակումների, քանզի Ադրբեջանը մի քանի անգամ ենք այդ մասին նշել, լուրջ պարտավորվածություն ունի իր տերերի առաջ, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախը սկուտեղի վրա մատուցվի Ադրբեջանին, բայց դրա փոխարեն իհարկե Ալիևը իր բաժին պարտքը պետք է տա։ Բայց Իրանի քաղաքականությունը Զանգեզուրի հարցում խառնեց կարծես բոլորի խաղաքարտերը։ Վելայեթին խոսում է դեպի Եվրոպա գնացող միջանցքի մասին, հստակորեն ակնարկելով, որ Եվրոպան է շահագրգռված, որպեսզի Զանգեզուրի միջանցքը բացվի։ Այդ մասին էլ ենք մենք նշել։ Առաջին հերթին իհարկե իդեմս Ֆրանսիայի, ով արդեն Գորիսում ունի պատվհպատոսություն։ Ինչևէ, կարծես թե Զանգեզուրի միջանցքի թեման մի որոշ ժամանակով դուրս է մղվում միջազգային հանրության ուշադրության կենտրոնից, բայց կարծում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հանգստանալու եւ այս առումով Հայաստանը նաեւ պետք է շահագրգիռ լինի Իրանի հետ անընդհատ այս հարցը քննարկելու եւ ամեն ինչ անելու, որպեսզի ապագայում եւս Զանգեզուրի միջանցքի հարցը ընդհանրապես դուրս գա թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգից։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Եվրոպական միության հետ է կապված։ Սլովակիան հայտարարում է, որ չի միանալու թվով 18-րդ պատժամիջոցների փաթեթին, որոնք սահմանվում են Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ, եթե Եվրոպական միությունը չառաջարկի Սլովակիային լուրջ այլընտրանք էներգակիրների ձեռքբերման հետ կապված։ Սլովակիան բավականին լուրջ կախվածություն ունի ռուսական նավթից, գազից եւ միջուկային վառելիքից, եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպես է Եվրոպական միությունն ապահովելու Սլովակիայի պահանջները։ Կարծես թե մենք ականատես ենք լինում Եվրոպական միության ըստ էության տրոհման, իհարկե ոչ դե յուրե, բայց դե ֆակտո տրոհման, քանզի պարբերաբար լրատվամիջոցները խոսում են այն մասին, որ եվրոպական այս կամ այն պետությունը իր համար առանձին այլընտրանքային ծրագրեր է մշակում էներգակիրների ձեռքբերման հետ կապված։ Վերջին թարմ օրինակը Գերմանիա-Ադրբեջան պայմանագիրն էր, Ադրբեջանն էլ պարտավորվել է 15 տարի ապահովել Գերմանիային գազով եւ էներգակիրներով։ Հիմնական խնդիրը պատժամիջոցների ներդրման հետ կապված հյուսիսային հոսքերը վերջնականապես կտրելն է, իսկ Սլովակիան ուղիղ կերպով կախված է հյուսիսային հոսքից։ Իհարկե Սլովակիան կարող է նաև հարավային հոսքով, թուրքական հոսքով ստանալ էներգակիրներ, բայց դա շատ ավելի թանկ է նստելու Սլովակիայի վրա։ Այդ իսկ պատճառով Սլովակիան հայտարարում է, որ վետո է կիրառելու եւ չի միանալու պատժամիջոցների թվով 18-րդ փաթեթին։
Ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմը լուրջ հակասություններ էր առաջ բերելու Եվրոպական միության անդամ պետությունների միջև, ովքեր ի սկզբանե ունեին տարբեր տնտեսական հնարավորություններ։ Ակնհայտ էր, որ թույլ տնտեսական հնարավորություններ ունեցող Սլովակիան չէր կարող մրցակցել Գերմանիայի հետ եւ հավասար հնարավորություններ ունենալ Եվրոպական միությունում։ Բնական է, որ հին եւ նոր Եվրոպաների միջև ակնհայտորեն առաջանալու են հակասություններ։ Հին Եվրոպան չի ցանկանում զիջել եւ ամեն ինչ ցանկանում է անել իր տնտեսությունը վերականգնելու համար, իհարկե ի հաշիվ նոր Եվրոպայի, մյուս կողմից Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը, որոնք վարվում են այսպես կոչված հին Եվրոպայի կողմից, հանգեցնում են փախստականների հսկայական ալիքի, որոնց ստիպված է ընդունել առաջին հերթին Արևելյան Եվրոպան, այսինքն Եվրոպական միության այն պետությունները, ովքեր Միացյալ Նահանգների միջնորդությամբ դարձան ՆԱՏՕ-ի, հետո նաև Եվրոպական միության անդամ։ Ինչևէ, բավականին լուրջ իրադարձություններ են սպասվում բոլորից Եվրոպական միության տիրույթում եւ տեսնենք, թե ապագայում ինչպես են այս հարցերը կարգավորվելու, քանզի Սլովակիան միակ պետությունը չէ։ Սլովակիայից հետո վստահ ենք նման հայտարարություն անելու է նաև Հունգարիան։ Ակնհայտ է, որ Լեհաստանում էլ է իրավիճակ փոխվում։ Ակնհայտ է, որ Եվրոպական միության մյուս պետություններն էլ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ ուկրաինական պատերազմը կարծես թե իրենց հաշվին է իրականացվում եւ իրենց տնտեսական զարգացման հաշվին։ Իսկ այն, որ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանալու Եվրոպական միության բոլոր պետություններում եւ բոլոր մայրաքաղաքներում, արդեն աստիճանաբար սկսում են հասկանալ եւ սկսում են հասկանալ նաեւ Փարիզում, Բրյուսելում եւ Բերլինում։ Բայց թե ինչպես դուրս գան այս իրավիճակից, սա է խնդիրը։ Եվ այս հարցում եվրոպական պաշտոնյաները միասնական կարծիք կարծես թե չունեն։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք նշել էինք, որ Ուկրաինան հրաժարվում է գերիների եւ դիակների փոխանակում իրականացնել նոր պայմաններ առաջ քաշելով, բայց լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների համաձայն կարծես թե սկսվել է գերիների եւ դիակների փոխանակումը։ Նշանակում է Ուկրաինան ստացել է ազդակ, առաջին հերթին կարծում ենք Միացյալ Նահանգներից, քանզի հենց նա էր նախաձեռնել Ստամբուլյան հանդիպումները։ Ստամբուլյան հանդիպումների ձախողումը չի մտնում Միացյալ Նահանգների պլանի եւ անձնապես Դոնալդ Տրամպի պլանների մեջ եւ Զելենսկին իր այս կամակորությամբ բավականին լուրջ վնաս է հասցնում ոչ միայն Տրամպի իմիջին, այլ նաեւ այն ջանքերին, որոնք Միացյալ Նահանգները գործադրում է իհարկե առաջին հերթին իր համար։ Միացյալ Նահանգներին պետք է ցույց տալ ուկրաինացի ժողովրդին, որ ինքը ինչ որ մի բան անում է այն պայմանագրի դիմաց, որ ստացավ Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների արդյունահանման հետ կապված։ Իհարկե հետո այս հարցը կարծում եմ լինելու է ուկրաինական նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց այս պահին Ուկրաինան ունի այն ինչ ունի եւ Տրամպը ցույց է տալիս, որ ամեն դեպքում հենց այնպես չեն այդ պայմանագիրը ստորագրել եւ ինքն էլ իր կողմից փորձում է ամեն ինչ անել իրադրությունը կայունացնելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, բայց դրա համար նախ ուկրաինական իշխանությունները պետք է կատարեն իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորությունները։ Այս թեմաներն էին ոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։